Առաջաբան. որպես այս գրքույկի հեղինակ ես փափագում եմ, որ ընթերցողը ավելի լավ ճանաչի Աստծուն եւ մարդկության համար նրա ծրագիրը, թեև այս կարճ շարադրանքի մեջ միայն մի քանի թեմաներ կարող են շոշափվել։ Ես հուսով եմ, որ Աստծո հոգին ընթերցողի սրտում խորը փափագ կդնի ավելի խորությամբ ուսումնասիրելու Սուրբ Գիրքը։ Մենք չենք ուզում պաշտպանել որևէ հարանվանության տեսակետը, այլ ուզում ենք, որ Աստված անձամբ խոսի յուրաքանչյուրի հետ իր խոսքի միջոցով։ Տերը ընտրեց Աբրահամին, Իսահակին, Հակոբին, բոլոր մարգարեներին, առաքյալներին եւ մյուս հավատացյալներին, նրանց տալով հստակ առաջադրանքներ փրկության ծրագրի համար։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե ինչ է անում Աստված հիմա։ Մենք դեռևս ապրում ենք աստվածաշնչային օրերում։ Բոլոր բնագավառներում իրականանում են աստվածաշնչային մարգարեությունները։ Իր խոստումի համաձայն Տերը մեզ հետ է մինչև աշխարհի վերջը։ Նա վերականգնել է հաղորդակցությունը իրեն պատկանողների հետ եւ խոսում է նրանց հետ։ Այս գրքույկը կհրատարակվի հիմնական միջազգային լեզուներով եւ կկարդացվի 100-ից ավելի երկրներում։ Գուցե այն հայտնվի այնպիսի մարդկանց ձեռքերում, ովքեր պատկանում են ուրիշ կրոնի կամ հավատքի ուղղության։ Անշուշտ, յուրաքանչյուր մարդ գիտե, որ այն ամենը, ինչ մարդկային ծագում ունի, բավարար չէ եւ ենթակա է մոլորության։ Այդ պատճառով մենք դիմում ենք միակ ճշմարիտ աղբյուրին, այսինքն Աստծո խոսքին, ստանալու համար հուսալի պատասխաններ մեր հարցերին։ Թող այս կարճ շարադրանքը մնայուն օրհնություն բերի յուրաքանչյուր ընթերցողին եւ օգնի նրան գտնելու անձնական հաղորդակցություն Տիրոջ հետ։ Սա է իմ աղոթքը։ Գրեֆելդ, սեպտեմբեր 1987 թվական։ Հեղինակ